Ողջույն Ամեգլուսի եթերում հարցազրույցն է եւ այսօր մեր տաղավարում է միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը։ Բարև ձեզ, պարոն Սաֆարյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Բարև ձեզ, շնորհակալ հրավերի համար։ Դուք արդեն տեղյակ եք բոլոր խուզարկությունների, ձերբակալությունների, իշխանափոխության կամ իշխանազավթման, իշխանությունների ներկայացման այդ բոլոր պլանների մասին, ինչ է կատարվում Հայաստանում։ Մի կողմից կարծիք կա, որ այն թղթեր այն պլանը, որը երեք հրապարակվեց եւ որի հիման վրա գործ է հարուցվել եւ ձերբակալություններ, խուզարկություններ են իրականացվում, ասում են ընդդիմությունը պետք է իշխանափոխության պլան ունենա, ինչու պետք է դա զարմացնի, հակառակ պարագայում ընդդիմությունը մեղադրում են, թե դուք պլաններ չունեք, դրա համար էլ ժողովուրդը ձեր հետևից չի գալիս։ Մյուս կողմից էլ ինչ է դա նշանակում եւ լուրջ վերաբերել, թե դա հերթական ինչ որ ընդդիմադիր գործողություն է։ Տեսեք, ես հարցադրման մեջ առկա դիտարկումը կընդունեի, եթե մենք ունենայինք երեկվա իրավիճակը առնվազն, երբ ընդամենը այսպես ասած քաղաքական ծրագիր էր նախատեսված, բայց եկեք մի բան նկատի ունեք այն պլանը, որը հրապարակվել է, բայց այսօր արդեն խուզարկություններ են տեղի ունեցել եւ բազմաթիվ մարդիկ են ձերբակալվել, ուրեմն Բագրատ Գալստանյանը, նաեւ Բագրատ Գալստանյանը, Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Դանիելյանն եւ մի շարք այլ մարդիկ, նախկին զինվորականներ եւ այսպես կոչված սրբազան շարժման շատ անդամներ։ Եվ հարցը նա չէ, որ ուղղակի այդ մարդկանց ձերբակալությունը ինքնին փաստ է դարձնում, որ կա կրիմինալ, այլ հայտնաբերվել է բավական տպավորիչ զինապահեստ եւ տարբեր կապի միջոցներ, ուրեմն պայթուցիկներ, սպառազինություն, ավտոմատներ, ինքնաձիգներ, հրացաններ եւ այսպես շարունակ, այսինքն եւ այդ բոլորը ցուցակներ, անգամ ստերային կաբինետի, ովքեր պիտի ստանձնեն տարբեր ոլորտների պատասխանատվություն անուններ, ենթադրենք դա ստերային կաբինետն է, բայց բոլոր դեպքերում հայտնաբերված զինապահեստը եւ ձայնագրությունները, որոնք այսօր քննչական կոմիտեն հրապարակեց եւ դրանք բուրըն քննարկման առարկա են այս ժամերին եւ կլինեն առաջիկայում հայ հասարակության շրջանակում, ցույց են տալիս, որ գործ ունենք նախապատրաստված քրեական հանցագործության հետ, կազմակերպված հանցավոր խմբավորման հետ եւ քաղաքական պլանը, որ դուք ասում եք, որը ըստ էության այո, ի պատասխան հանդիմանությունների փորձ է արվել դրել եւ երեք էլ արգումենտը դա էր կամ սա շատ պրիմիտիվ է, կամ սա արհեստական բանականությունն է պատրաստել, կամ սա իշխանություններն են պատրաստել եւ ուզում են կպցնել ընդդիմությանը, կամ հենց թեկուզ Բագրատ Գալստանյանի ձայնագրությունը արհեստական բանականության միջոցով են ստեղծել։ Նայեք, ես մասնագետ չեմ, բայց գրեթե մեծ 99% վստահություն ունեմ, որ փորձակնության դեպքում ուղղակի դրան դիսկուսիոն հաստատվելու է, որտեղ նկատելի է, որ գործ ունենք գաղտնի հավաքի հետ եւ գործ ունենք այդ վայրում, որտեղ ընթանում է զրույցը գաղթալսման հետ, այսինքն օպերատիվ հետազոտական աշխատանքներ են կատարվել եւ նախապես տեղյակ են եղել այս պլանավորված արարքին։ Հանուն արդարության վարչապետի գործողությունները վերջին շրջան եւ գրառումները ինձ միշտ այդ բանը մատնել են, իմ համար մատնել են, որ այնպես չի, որ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը ընդամենը հենվում էր միայն եւ միայն եկեղեցու բակում այդ մի հայտարարության վրա։ Գիտեք, որովհետեւ բառը ինքնին ակնարկում էր սահմանադրական կարգին հակառակ իշխանության զավթում, բայց ինքը նաև պաշտպանության տեսանկյունից, դատավորի պաշտպանության տեսանկյունից բազմաթիվ ճկունություններ էր ապահովում եւ հետեւաբար իշխանությունը պետք է առնվազն հիմար լիներ նման երկիմաստությունների դեպքում ոչ միայն 2 ամսով կալանավորեր Սամվել Կարապետյանին, այլ նաև դատախազ ուղարկեր դատարան պաշտպանելու մի մեղադրանք, որից պաշտպանվելը բավականին հեշտ է, այսպես ասած
երկիմաստությունների պատճառով, այդ արտահայտության երկիմաստություն։ Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ քաղաքական եւ խաղաղ մեթոդներից հետո մեր ձևերը մի փոքր այլ ակնարկ են պարունակում, բայց միևնույնն է, դու դատարանում դա իրավաբանորեն ապացուցելու հնարավորություն քիչ ունես։ Սա նշանակում էր, որ կա նաեւ փաստ։ Երեկվա հրապարակումն էլ իդեպ այդ վստահությունը իշխանության, որ վստահում էր, հրապարակում էր այս պլանը, ինքնին մատնում էր, որ տակը այլ փաստեր կան։ Կարծում եմ դուք հասկանում եք եւ բոլորն են հասկանում, որ այն ամենը, ինչը որ այսօր ակնհայտ է, դրանք տևական աշխատանքի արդյունք էր, այսինքն դրանք ոչ երեք են արել, երեք մտել են դատարան, խոզարկությունների որոշում են ստացել, բայց մինչև երեք դատարան մտնելը քննիչները իրականացրել են գործողություններ, ձեռք են բերել որոշակի ապացույցներ, ունեցել են ձայնագրություններ եւ այլ, այսպես շարունակ, այսինքն եղել է ինչ որ նախորդած process, որի մասին իրավապահ մարմինները ոչ մի նշանցույց չեն տվել, որ այդպիսի բան կա, բայց նաև իշխանության վստահությունն է համենայն դեպս չասեմ կասկածելի եղել, այլ ուղղակի մատնել է, որ տակը բան կա, իրենք ինչ որ փաստեր տիրապետում են եւ ուղղակի այսպես ինֆորմացիոն դաշտում դա մատուցվում է մի փոքր այլ եղանակով, հա, եւ նաև նույնպիսի վստահություն, անկեղծ ասած, սարսափեցնող վստահություն ես ունեցել եմ, երբ լսում էի նույն այդ սրբազան շարժման ընդդիմադիրների ելույթները, որտեղ ակնհայտ էր, որ մտադրություններում այսպես ասած վերջին ճակատամարտ տալու ուրեմն կոչեր կային։ Ես անցած տարի մի գրառում արեցի Բագրատ Գալստանյանի վերաբերյալ եւ ասացի, որ ինքը համալրում է այն չարացած դեստրուկտիվ քաղաքական գործիչների շարքը, որոնք հետագայում արդեն անձնական աբիդայից ելնելով, նաև աբիդայից ելնելով, որ պարտվել են, որ չեն հասել իրենց արժև դրված նպատակին, ուղղակի ավերներ են գործելու։ Եվ ես չէի սխալվում։ Եվ ես սա չէի ասում ուղղակի զուտ փաստի արձանագրում, նաև ասում էի ափսոսանքով, հավատացեք, որովհետև կներեք, չգիտեմ էլի ով ինչպես, բայց ես մարդկանց անկումից հաճույք չեմ ստանում, խորտակից հաճույք չեմ ստանում։ Մյուս կողմից էլ նույն այդ ընդդիմադիրները Բագրատ Գալստանյանը եւ մնացած բոլոր ում որ կուզարկել են կամ նույն դաշնակցությունը, որ գիտի առաջին հերթին իրենք են լինելու մանրադիտակիտակ, իրանք գիտակցում են հավանաբար, որ կհետևեն իրենց իշխանությունները, ամեն դեպքում չեն զգուշացել, ինչու նման իրավիճակ, միգուցե իսկապես այդքան էլ նման Իրանք հավանաբար կզգուշանային, չէ՞, զենքը պահելուց, այդ պլանը գծելուց։ Իդեպ պլանի մասին ասեմ, էլի շատերը փորձեցին հեգնեն, ծիծաղեն, այդ պլանի վրա պրիմիտիվացնեն, ես քաղաքագիտական առումով եմ ասում, որ այն ռացիոնալ պլան է, այն աշխատող պլան է։ Եվ այնտեղ նպատակների ծառը հստակ տեսանելի է, այնտեղ տեսանելի է մեթոդները եւ փուլերի միջև փոխկապակցվածությունը։ Այո, բայց այնտեղ չկար, չէ՞, որևէ օրինազանց ինչ որ կետ, չէ՞, որը ենթադրում էր օրենք անցկացնել։ Չէ, չկար, այնտեղ կար այդ պլանում կար ուղակի ակնարկ, որ այն այդքան էլ տեղական պլան չէ, այսինքն դա պետք է արվի Ռուսաստանի գործընկերների միջոցով, որոնք պիտի դրսից հաստատեն, որտեղ պետք է հավաքվեն, եթե անհրաժեշտ լինի։ Այն անգամ ակնարկներ, որ դա թարգմանություն է։ Տեսեք, ես կարող եմ մի քանի օրինակ բերել, օրինակ հայերենում դուք կարծում եմ կընդունեք, դուք առավել եւս լրագրողներդ, որ հայերեն շատ լավ գիտեք, քերականություն ոճային առումով, ասացեք ինձ խնդրեմ, դուք կգրեք 20 սեպտեմբեր, թե սեպտեմբերի 20-ին։ Ճչացող բաներ կան, այնտեղ նույնիսկ պահեր կա, որտեղ այնքան անուշադիր են եղել ծանոթագրությունների բաժնում հատկապես, մի ծանոթագրություն կա, որ եթե պլան ան չլինի, ապա կլինի պլան B-ն, եւ որ բոլորին կհավաքենք ավելի ուշ, եւ որ իրադարձությունից 72 ժամ հետո եւ այլ եւ այլ։ Եվ գիտեք ինչն է զարմանալի, որ ռիսկի է գնացվել, ինչ որ մեկը սցենարիստը ռիսկի արել, պլանը մշակել է ամռան համար, այսինքն մի սեզոն, որը 30 տարի շարունակ քաղաքականապես պասիվության շրջան է եղել Հայաստանի համար, ոչ միայն արձակուրդ են գնացել կամ քաղաքից դուրս են գնացել երևանաբնակները կամ Հայաստանից դուրս են եկել, նաև ընդդիմությունը
Եվ հիմա հանկարծ տեսնում ես հուլիսի 23-ից դրված է ակտիվ գործողությունների մի ամբողջ շարք, Բագրատ Սրբազանի այցելություն թեմեր, տարբեր հանդիպումներ, տարբեր ոլորտի ներկայացուցիչների մարդկանց հետ, փակ հանդիպումներ, հավատարմության արտահայտում այդ շարժմանը ծրագրին եւ այս ամբողջը ցույց է տալ եւ նաեւ այնտեղ կար չէ տող ասում անհրաժեշտության դեպքում հնարավոր է որ Ռուսաստանում հավաքվենք ռուսական կողմի մասնակցությամբ այնտեղ մեկ այլ կետում ասում է որ եւ որ ապա տեղեկատվությունը սկսի տարածվել Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ որ նրանք գաղտնի պայմանավորվածություններ են գնացել եւ գաղտնի գործարքների են գնացել Հայաստանի շահերի դեմ դրանք կհաստատվեն Ռուսաստանի մեր գործընկերների կողմից այսինքն այդքան էլ տեղական պլան չի ձեր հարցին այսպես պատասխանեմ ակնհայտ է ինքը ճճում է որ տեղական պլան չի Ուրեմն վերադառնում ենք ամենակարևոր հարցին ինչ է տեղի ունենում ես կարծում եմ ես միակ փորձագետը չեմ ով վերջին տարիներին եւ շրջանում գուժել է հոկտեմբերի 27-ի մեծացող ռիսկի մասին գիտեք ընդունված բան եւ որ դու տեսնում ես բացահայտ հիբրիդային պատերազմ եւ դա չի թաքցվում պետության դեմ այն բանի համար որ այդ պետությունը վարում է իր պատկերացրած քաղաքականությունից մի կողմ եմ թողնում ես եւ դուք համաձայն ենք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության թե ոչ բայց եւ որ դու տեսնում ես որ 30 տարի անց մշտապես գործընթացներին ստվերից սպասարկած մարդիկ ստիպված գալիս են առաջին պլան Սամվել Կարապետյանը, Արա Աբրամյանը, որոնք ամբողջ կյանքում 30 տարիներին ունենալով միլիարդներ, մշտապես լավագույն դեպքում սպասարկել են քաղաքական process-ներ, բայց երբեք չեն եկել առաջին պլան, եւ որ նրանք գալիս են առաջին պլան, սա նշանակում է ուղղակի կրակվում է վերջին փամփուշտը։ Երբ որ Ռուսաստանի կողմից Այո Երբ որ Սամվել Կարապետյանը ի վերջո ինքնա չէ նաև խոստովանել, որ սպասեք, մենք հաղթելու ենք շուտով եւ երկրի արտաքին անվտանգությունը վերականգնվելու է, որովհետեւ վերականգնվելու են մեր փչացված հարաբերությունները լավացվելու են մեր փչացած հարաբերությունները մեր գլխավոր դաշնակցի հետ։ Այսինքն ակնհայտ է, որ մենք գործ ունենք Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմի հետ, որը անցած տարիներին մի շարք փուլեր անցնելով հաջողություն չի գրանցել եւ դրա վերջում երբ որ դու հասկանում ես որ այլևս տանուլ ես տալիս խաղը մնում է մի բան անել այն ինչ արվել է 1990 թվականի հոկտեմբերի 27-ից այսինքն պետության ղեկավարության ֆիզիկական ոչնչացում եւ տեսեք ինչա սպասվում պլանավորված էր Նիկոլ Փաշինյանի այդ Թուրքիա առաջիկայում ինձ թվում է պլանավորված է Իլհամ Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպում այլապես ամռանը այսպիսի գործողությունների շղթա չէր լինի սա նշանակում է որ ամռան ինչ որ բան է պլանավորված կկայանա այն չի կայանա ինչի պատճառով չի կայանա սա ուրիշ բան է բայց նշանակում է որ կա ինչ որ մի սցենարիստ որը տեղյակ է ավելին քան տեղյակ ենք ես եւ դուք այլապես ինքը հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 30-ը այսպես 4 փուլ չեր դնի, որպեսի սեպտեմբերին, երբ արդեն ուսանողությունը վերադարձած լինի, երբ մարդիկ վերադարձած լինեն հանգստից, երբ Սյուրքից հայությունը ինքնաթիռներով գա, ապա հնարավոր լինի սեպտեմբերի 21-22-ին բազմամարդ 80,000-անոց միտինգներով բան անել, բայց դրա համար նաև պետք էր տագնապի հիասթափության վախի մթնոլորտ ձևավորվել եւ ահա այս քրեական գործը ցույց է տալիս, որ միայն վիրտուալ տարածության մեջ 3 ռիլսով, ինչպես պլանն է մատնում, կամ ծաղրանկարներով Նիկոլ Փաշինյանին պատկերելով Թուրքիայի խորհրդանիշերի հետ միասին եւ այլն, դրանով դու չես ձևավորի այդ տագնապի հուսահատության դավաճանության ֆոն նշանակում է Հայաստանում ինչ որ բան պիտի կատարվի, ինչ որ իրադարձություն պիտի լինի, որը ստեղծի քաոս եւ ահա երբ որ այսօր ես առավոտյան կարդացի քննչական կոմիտեի հաղորդագրությունը թե ինչ սցենար է նախատեսված եղել եւ լսեց ձայնագրությունները, ապա հասկանալի դարձավ, թե այդ քաղաքական ծրագիրը ինչպես է լրացնելու կամ քաղաքական օրակարգում, այսպես ասած, քաղաքական ձևակերպում տալու
իշխանության ուզուրպացիայի process-ը, որը ղեկավարվում է դրսից, որը խթանվում է դրսից, որի համար արդեն նախկինում ստվերում գործող դերակատարները, խոշոր միլիարդատեր տղաների, այսպես առաջի գիծ են բերել եւ ասել են գնացեք կռիվ, եւ եկեղեցին այստեղ ընդամենը կուսակրոնությունը եւ այլն, կարծում եմ արդեն բոլորն են համոզվում, որ սրանք ընդամենը այս տակի իրականությունը թաքցնելու հարց է, այսինքն իշխանությունն ինքն էլ է խուսափել մեզ հասկանալի պատճառներով ասելու, որ եկեղեցին ворջ է, կաթողիկոսը ինչ-որ մեծ բուրգի մի հատված է և ինչ-որ պրոցեսի ակտիվ մասնակից է։ Ուղղակի խուսափել է գնալ Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման, առաջաբերվել քերակնոջ, կուսակրոնության թեման, ես հանուն արդարության որքան էլ տհաճ լինի, ես գոհ եմ դեռևս, որ ինքը չի սրել եւ անիմաստ, այսպես ասած, միջպետական սկանդալի չի բերել։ Մյուս կողմն էլ է խուսափել ասել, որ ինձ կպնում են, որտեվ ես ագենտ եմ։ Ինձ հանում են, որովհետեւ ես ագենտ եմ եւ կատարում եմ այլ երկրի հանձնարարություն։ Եվ իհարկե, եւ այստեղ առաջա գալիս այս արհեստական բանը, որը ժողովուրդը նայում ասում է, այս ինչ լեզվով են իրար հետ խոսում, ինչ են այս բարաֆոնդով խոսում, ինչ են այս թեմաներից խոսում, ինչ են հիմա խոսում, բայց տակը շատ ավելի լուրջ բան կա, այսբերգի չերևացող մասը, ծանր մասը հենց դա է, որ ուղղակի պետությունը զավթելու պլան է դրված, եւ սա ամեն գնով պիտի թույլ չտրվի։ Պետք է մասնակցեին նաեւ հոգեվորականները։ Մասնակցում են, դուք տեղյակ եք Միքայել Աջապահյանի հրապարակային հայտարարություններից, որտեղ ինքը գրեթե ցուցմունք է տալի իր դեմ, որ ինքը բազմիցս երկրորդ, երրորդ նախագահներին հորդորել է, որ գնացեք, ռազմական հեղաշրջում արեք, տապալեք իշխանությունը։ Չի հասկանում, թե ինչու նրանք չեն համաձայնում։ Բագրատ Սրբազանը օրեր առաջ, բառացիորեն 2-3 օր առաջ, դա եղել է Էջմիածնի միաբանների վերջի հայտնի հայտարարության նախօրեին, ես տեսա ուղղակի կոչերը, դա մարտակոչեր են, հնչեցված հասարակության համար, համախմբվենք ընդդեմ չարի, համախմբվենք ընդդեմ ուրեմն ների, համախմբվենք ընդդեմ պիղծի եւ այսպես շարունակ, այսինքն մարտակոչ էր արված, դուք ասենք էլ ոնց մասնակցի եկեղեցին։ Սաֆարյան, ընդդիմությունը իշխանություններին հակադարձում է, որ այս բոլոր գործողությունները ունեն նախընտրական տրամադրվածություն, որտեղ իշխանությունները պատրաստում են, գիտեն, որ ցածր է իրենց ռեյտինգը 26 թվականի խորհրդարանական ընտրություններին առաջ եւ այսպեսով ցանկանում են նման իրադարձություններով որոշակիորեն բարձրացնել։ Ես մի բան եմ ասում, այդ դեպքում, եթե իշխանության ռեյտինգը ցածր է եւ եթե եկեղեցին ուներ իրենց իսկ վերջին հրապարակած հարցումների, այսպես ասած, բոլորս ենք հասկանում, որ եկեղեցու նկատմամբ վստահությունը, դեռևս եկեղեցու ռեյտինգ չէ 1, դա տարբեր բաներ են սոցիոլոգիայի վստահությունը եւ ռեյտինգը վարկանիշը եւ վստահություն տարբեր բաներ են։ Այո, ես վստահում եմ իմ եկեղեցուն, բայց եկեղեցուն ես չեմ դիտարկում որպես քաղաքականության սուբյեկտ, ես իրան վարկանիշ չեմ տալիս։ Ես վստահում եմ եկեղեցուն, բայց կներեք, ես չեմ վստահում կաթողիկոսի, ես չեմ վստահում մյուս հոգևորականին։ Եվ դրանք նույնացնել ու այդ 70%-ը բերել կպցնել կաթողիկոսին, հիմա լավ, ենթադրենք ընդդիմության, քանի որ ընդդիմության փաստարկներով եք հարցը ձևակերպում, որը լավ եք անում, հարց եմ տալիս, բայց եթե 70% ռեյտինգ ունեիք, 15% Նիկոլ Փաշինյանն է, ինչի էիք ռազմական հեղաշրջում ուզում անել, սպասեիք գայիք ընտրություններին ծափ ծիծաղով, հրավառություններով, սալյուտներով հաղթեիք եւ ամեն ինչ, ի վերջո որևէ մեկը չի ասում Նիկոլ Փաշինյանը կամ իշխանությունը անփոխարինելի են։ Բոլոր նորմալ մարդիկ, գիտակից մարդիկ ասում են երկրում իշխանություն կարող է փոխվել միայն ու միայն Հայաստանի ժողովրդի կողմից, ովքեր ընտրելու եւ ընտրվելու իրավունք ունեն, եւ միայն ընտրությունների միջոցով ուրիշ ավել բան ենք ասում, որևէ մեկը այդպես Նիկոլ Փաշինյանի անձնական իշխանության համար ոչ դողում, ոչ դրանից այսպես ասած օգուտ ունի։ Մենք բոլորս ուղղակի ասում ենք, որ երկիրը, եթե իրավական ժողովրդավարական երկիր ենք, այս երկրում չեն կարող գնդակոծություններով, սրբազան պատերազմներով,
թալիբանական շարժումներով, ջիհադներով, թեկուզ եւ առաքելական երանգավորմամբ եւ այլն չեն կարող իշխանություն փոխել։ Նայրի հունանյաններով։ Դուք ասում եք Ռուսաստանը վերջին փամփուշտն է նետում մարտի մեջ։ Վերջին փամփուշտներ մեկը իդեմս Սամվել Կարապետյանի եւ նաեւ Արա Աբրահամյանի։ Այդ դեպքում նրանք երկուսն էլ Ռուսաստանի քաղաքացի են, ինչպես է այդ փամփուշտները նետելու եւ ինչպես է նրանք քաղաքականությամբ զբաղվելու։ Տեսեք, նրանք մի ձև ունեն եւ որ գործընթացները այնքան հակասահմանադրական գնան, որ ժողովուրդը իսկապես աչք փակած ունենա, ինչն է խախտվում, որովհետեւ եւ որ Սամվել Կարապետյանի Ձերբակալությունից հետո այդ թեման քննարկվում էր, ես հանդիպեցի մի քանի կարտիկների, որոնք ասում էին, այդ ո՞նց եղավ, որ Ռոբերտ Քոչյանը դարձավ Հայաստան, չէ՞ որ նա էլ քաղաքացի չէր, բայց դարձավ։ Այսինքն հույսը նա էր, որ մի սցենարի դեպքում process-ները այնպես կգնան, նարատիվները այնպես բանկարեն, որ ասեն հայության զավակները փրկում են։ Կարապետյանը դառնալ այստեղ Հայաստանի ղեկավար, հա։ Մի սցենարի դեպքում դա կարող է լինել, որ օրինակ Ես կասկածում եմ, գիտեք ճիշտ ասիրա, որ ինքը այդպես անձնապես կուզենար դառնալ վարչապետ, բայց ընդունենք, որ ենթադրենք ինքը ստիպված է անել այն, ինչ ստիպված էր անել Ռուբեն Վարդանյանը Արցախում, հա, թողնել իր բարեկեցիկ կյանքը, իր միլիարդները եւ գնալ եւ ստիպված ով է ստիպում։ Ով է ստիպում, որ երկրի քաղաքացիներով են ստիպում։ Ռուսաստանն է։ Իհարկե։ Դա ստիպողաբար է, իսկ եթե ես ցանկություն չունեմ։ Դա հաշվի չունեմ։ Ես մի գործարար հայի եմ ճանաչում, որը դեռ շատ տարիներ առաջ ինձ մի բան ասեց, մոռացի, որ խոշոր կապիտալ ունեցող, նույնիսկ հարստության շեմի թիվ ասեց մոռացի, որ այդ շեմից ավելի դու կարողանաս ունենաս, չլինելով իշխանության կալպակների տակ։ Եվ ազատ չէ վիճակը, գիտեք, Սամվել Կարապետյանի խնդիրներին, որ նայում ենք հիմա ես մի քանի բան ասեմ, որ հանրությունն էլ տեղյակ չի, դեպ ես երեք շատ պատահականորեն իմացա։ Օրեր առաջ իմացաք, որ հավանաբար հետքի հրաշալի հետաքննություններ, որ ուրեմն Ֆրանսիայում նրա առանձնատներից մեկը արգրավման տակ է, $120 միլիոն արժողությամբ։ Եվ հայցը ներկայացրել են ֆրանսիական դատարանին, հիմնավորելով, որ Հայաստան եւ Ֆրանսիան ներդրումների խթանման ուրեմն ներգրավման համաձայնագիր, որով Ֆրանսիան իրավունք չունի այդ գույքը արգրավել, բայց այսինքն տեսեք, դուք ասեք ինչ կապ ունի Հայաստանը, չէ՞ որ Ռուսաստանի քաղաքացի է, իսկ այդ առանձնատունը օտարվում է միայն այն պատճառով, որովհետև նա Գազպրոմի հետ կապված է եւ Գազպրոմն էլ սանկցիաների տակ է, իսկ Ֆրանսիան եւ եվրոպական երկրները որոշել են, որ Ռուսաստանի ակտիվների հաշվին փոխհատուցեն Ուկրաինայի կորուստները։ Հիմա Սամվել Կարապետյանի ունեցվածքի փրկությունը, 120 միլիոնի փրկությունը գտնվում է նրանից, թե արդյոք նա Հայաստանում կունենա անձնապես կամ միջնորդավորված իշխանություն, որը Ֆրանսիայի հետ կլուծի այդ խնդիրները, եւ արդյոք նա կկարողանա խնդիրը իսկապես ներկայացնել Հայաստան-Ֆրանսիա համատեքստում, որովհետեւ այնուամենայնիվ նա հիմա Ռուսաստանի քաղաքացի է։ Հետևաբար այս մի առումով իրեն իշխանությունը պետք է։ Հունիսի 6-ին տեղի ունեցել մի վերաքննիչ դատարանը քննել է մի գործ, որով անցնում է Կարեն Կարապետյանի որդին, Սամվել Կարապետյանի եղբոր տղան, կարծեմ Նարեկ Կարապետյանը։ Գործը վերաբերվում էր շատ հին եւ հանրային հնչեղություն ձեռք բերած մի հարցի, երբ Սամվել Կարապետյանի երբեմնի, այսպես ասած, տնտեսական բիզնես իմպերիայի անդամներից մեկը որոշել էր առանձնանալ եւ շուկայում իր բաժինը հաստատել եւ Սամվել Կարապետյանը նրան պատժել էր եւ հեղափոխությունից հետո այդ գործը քննվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում եւ ազգային անվտանգության ծառայությունում Կարեն Կարապետյանի որդին բռնություն կիրառեց հենց իրենց դուժողի նկատմամբ։ Հիմա վերաքննիչ դատարանը հունիսի 6-ին բեկանել է որոշումը ուրեմն կողմերից մեկի պահանջով եւ Կարեն Կարապետյանի որդին նույնպես կանգնացա լուրջ խնդիրների առջև իրավական առումով։ Հիմա դուք ինձ բացատրեք, ասենք Կարեն Կարապետյանը եւ Սամվել Կարապետյանը այն մարդիկը չեն, ես Կարեն Կարապետյանի հետ 5 տարի նաեւ պարլամենտում եմ եղել։ Այն մարդիկը չեն, որոնք ուղղակի ամեն ինչ ստեղծել են իրենց կյանքի ընթացքում դնեն նժարի վրա եւ գան Գարեգին բեին փրկելու։ Չէ՞ էլի։ Դրանք իմ ճանաչած մարդիկ չեն։ Հետևաբար ինչ որ բան կան ինչ որ անձնական խնդիրներ, որոնք նրանց ստիպում են Հայաստանում վերցնել իշխանություն իրենց խնդիրները լուծելու համար, եւ կա նաեւ ինչ որ առաջադրանք, որը նրանք չկատարել չեն կարող։ Նրանք պատրաստ են
հանձնել նաև հեծը Սամվել Կարապետյանը, ասեք։ Սամվել Կարապետյանը միգուցե, բայց այդ հեծը շատ կարևոր է եղել Ռուսաստանի համար, ի վերջո այս ամբողջ կարծես թե մենք խոսում ենք նոր հոկտեմբեր 27 կանխելու մասին, որը լավ է, որտեղ դա մեր պետության հասունության նաև ինչ-որ քննության նման մի բան է, բայց եկեք չմոռանանք, որ 99 թվականին հոկտեմբերի 27-ը ունեցել է շատ պատճառներ, դրանք ունեցել են ներքին, արտաքին, տնտեսական եւ այլ դրդապատճառներ, որոնք խտացան եւ բերեցին այդ մահաբեր որոշման կայացմանը, որովհետեւ 1999 թվականին եւ որ ներքին քաղաքական պայքարը ավարտվեց Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի հաղթանակով մայիսին, դրանից հետո հունիսին ուշադրություն դարձեք այս փաստերի վրա։ Հունիսին ազգային ժողով է ներկայացվում կառավարության, Վազգեն Սարգսյանի ձևավորած կառավարության գործունեության ծրագիրը, որտեղ հեծը դրված է լինում ուրեմն մասնավորեցվող ձեռնարկությունների շարքում։ Եվ ես ուզում եմ հիշեցնել նաև, որ այդ նույն շրջանում հարավային Կովկասում, ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ հարավային Կովկասում, այդ թվում եւ Վրաստանի էլեկտրական ցանցերի համար կատաղի պայքար էին մղում Ռուսաստանը եւ Արևմուտքը, իդեմս իսպանական եւ այլ ընկերությունների։ Եւ իհարկե յուրաքանչյուր երկիր ուզում էր տիրանալ Հայաստանի, Վրաստանի ստրատեգիական ակտիվներին։ Սա ես ընդհանրապես մեկ ուղղությունն եմ տալիս հոկտեմբերի 27-ին։ Ամռան աշնանը կարծեմ ամռանը տեղի ունեն Վազգեն Սարգսյանի այց Վաշինգտոն, իսկ աշնան սկզբին սեպտեմբերին եւ այլն տեղի է ունենում Վազգեն Սարգսյանի այցը Ռուսաստան եւ հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ։ Ես մի փոքր այլ բաներ գիտեմ, որոնք այս եթերում չեմ պատմի, բայց համենայն դեպս ձեզ խորհուրդ կտամ ուղղակի գնալ եւ գտնել օրինակ այդ շրջանի Հայաստանի Հանրապետություն թերթը կարդալ պաշտոնական հաղորդագրությունը, որը մատնում է, որ Վլադիմիր Պուտինը եւ Վազգեն Սարգսյանը քննարկել են Հայաստանի էլեկտրական ցանցերի մասնավորեցման խնդիրը եւ Ռուսաստանը ցանկություն է հայտնել այն ձեռք բերել։ Ես գիտեմ նաեւ ինձ հասած տեղեկություններով Վազգեն Սարգսյանը այդ հանդիպումից հետո եկել է եւ իր ազնական օրագրում գրել է, որ հեծը պետք է դուրս բերվի մասնավորեցման ցուցակից։ Հիմա հարց եմ տալիս ձեզ։ Այսքան ժամկետներով օրնշեցի, հունիսից մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր ինչ պիտի տեղի ունեցած լիներ, որ կայացվեր ճակատագրական որոշում։ Ես գիտեմ, որ այդ հանդիպման ընթացքում Վազգեն Սարգսյանը պատասխանել է, որ Հայաստանը ծանոթ կանի եւ կքննարկի եւ կորոշի, թե իր շահերը ինչպես են թելադրում եւ ըստ այդմ կկայացնի համապատասխան որոշում։ Երևակայեք, սա պետք է մեկնաբանել Պուտինի առաջին եզրակացությունը, որ այսպիսի Հայաստանի հետ խոսել նրան պարտադրել հնարավոր չէ, որովհետեւ հոկտեմբերի 27-ից հետո էր, որ բացվեց ճանապարհը, հեծը մասնավորեցվեց, ուրեմն հեռախոսակապը, մյուս ամեն ինչ, բոլոր ստրատեգիական ակտիվները 2001 թվականին Ռոբերտ Քոչարյանը կայացրեց Գույք Պարտքի դիմաց գործարքը եւ այլ եւ այլ։ Այսինքն հոկտեմբերի 27-ից հետո հանկարծ Ռուսաստանը կարողացավ տիրանալ նրան, ինչին չէր կարող տիրանալ, եթե այդ Հայաստանը ղեկավարեր Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը։ Հիմա հարց եմ տալիս։ Այս ամեն ինչը, որ մենք երկու կանխված եւ չկանխված հոկտեմբեր 27-ի սենց խաչաձևումն են քննարկվում այսօր։ Ինչ եք կարծում Ռուսաստանը թքած ունի հեծի վրա, Սամվել Կարապետյանը անձնապես կարող է թքած ունենալ, բայց Ռուսաստանը նրան թույլ չի տա, որ Սամվել Կարապետյանը թքած ունենա հեծի վրա։ Դուք եթե այդքան բան գիտեք եւ ինչ որ բան էլ գիտեք չեք բացայտում, Նիկոլ Փաշինյանը շատ ավելին գիտի, հավանաբար։ Հուսամ, դա ինչ կտխրեցնի, եթե ինքը ավելի քիչ բան իմանա։ Եւ հեծի պետականացումից հետո իշխանության ներկայացուցիչները խոսում են նաեւ երկաթգծի պետականացման մասին, նման ակնարկներ այս մի քանի օրերի ընթացքում եղավ։ Այդ դեպքում, եթե հոկտեմբերի 27-ից հետո է տեղ ունեցել ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների սեփականացումը Ռուսաստանի կամ ռուսական ընկերությունների կողմից
կողմից անձնական հարց Նիկոլ Փաշինյանը չի վախենում հոկտեմբերի 27-ի ճակատագրից։ Ավելի ուժեղ է, ավելի հզոր է, քան Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը տվել է ձեր հարցի պատասխանը, քանի որ ես չգիտեմ ազնապես ինքը ինչ է զգում, բայց ինքը մի անգամ ասել է Պապ թագավորը չի սպանվելու։ Դա արդեն մի քանի անգամ ասել է։ Դա ասել է Իրանում, հիշում եք, իր այցի ընթացքում, բազմամարդ ես առաջի անգամ այդտեղ տեսա, որտեղ նա հղում կատարեց այդ ժամանակահատվածին Պապ թագավորին, բայց այդ ժամանակահատվածում իր ելույթները ամենևին ուղղված չէին արտաքին դերակատարների միջոցով պետությունը գլխատելուն, այլ ուղղակի Հայաստանի ինքնիշխանության մի քիչ ավելի լիրիկական կոնտեքստ էին։ Վերջին ելույթներում եւ ինքը ասում է Պապ թագավորը չի սպանվելու, ես բացարձակ հասկանում եմ նա ինքը։ Դա նշանակում է թույլ չենք տալու հոկտեմբերի 27-ը։ Ինչու Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ արեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին եւ ինչ կապ ուներ այս բոլոր իրադարձությունների։ Ես կարծում եմ, որ կապ ուներ, որքան Նիկոլ Փաշինյանը չփորձեց խուսափեց, դե չգիտեմ։ Ինչ կապ ուներ։ Ես չեմ կարող ասել։ Եվ ոչ միայն Սամվել Կարապետյանի ձերբակալության կամ եկեղեցական այդ խնդիրների շուրջ այդ եկեղեցականների հետ կապված, այլ նաև այս վերջին ձերբակալությունների, այս հայտնաբերումների, զինանոցների, այս իշխանապողության պլանների ինչ որ կապ կա, թե պարզապես Ես վստահ եմ որ կապ կա։ Ինչ օրինակ Բայց ես դուք ինձ հարցնեք, ես ուղղակի չեմ կարող այդ վստահության տակ դնել ձեզ հետաքրքրող փաստեր, որովհետև ես չգիտեմ կոնկրետ ինչ պիտի աներ Աբազյանը, որ չի արել։ Պիտի աներ, որ չի արել, թե ինչ է արել, որ չպիտի աներ։ Կամ ինչ է արել, որ չեմ կարող ասել։ Ես չեմ կարող ասել։ Ես կարծում եմ, որ միանշանակ Նիկոլ Փաշինյանը երթվի էլ ինչ էլ ուզում անի, միևնույնն է։ Ես քաղաքագետ տղա եմ եւ գիտեմ, որ դրանք փոխկապակցված են։ Այս ամբողջը Սամվել Կարապետյանի գալը, եկեղեցու ակտիվացումը։ Սամվել Կարապետյանը եկել էր 40-ին։ Դե այո, ես դա էլ գիտեմ, բայց ներեցեք դա Եվ միացնում էր 40-ի առիթով պատարակին գիտեմ, ես գիտեմ, որ անձնական առիթ էլ ունեցել, բայց նորից եմ կրկնում, Սամվել Կարապետյանը շատ զգուշավոր մարդ է եղել անցած տասնամյակներում։ Նա չի սիրել եւ քաղաքականությունը նրանը չի եղել։ Ելույթներ ունենալ, նա կարող էր ուրիշին փող տալ, վճարել եւ այդ ուրիշը խոսեր։ Եվ դա արել է ինքը։ Հիմա թույլ տվեք անուններ էլ չասեմ։ Նույնը արել է Արա Աբրահամյանը։ Նրանք եղել են այդ process-ները սպասարկող, այո, նրանք ինչ որ ձևով բաժնետեր են փորձել դառնալ ձևավորվող իշխանությանը, այդ իշխանության հետ իրենց խնդիրները լուծելու առումով, բայց ոչ ավելին։ Նրանք երբեք անձնական այդպես ամբիցիաները չեն խեղդել, որ անձնապես գան ստանձնեն քաղաքականություն։ Սամվել Կարապետյանը իհարկե հարուստ մարդ է, հարուստ հայ է եւ նրան հիմար չես համարի, բայց ներեցեք նա քաղաքականության մեջ նրա խոսքը մատնում է, որ ինքը անպատրաստ է քաղաքականությունից։ Եվ դուք հիշեք, որ Կարեն Կարապետյանը հանրապետական կուսակցության ժամանակ, երբ որ մեծամասնականով էր առաջադրվում իր տարածաշրջանում, նա ամենամեծ ձայներ ստացողն է, մինչև 40,000։ Նրանք ունեին նաեւ հեղինակություն իրենց Կալինինոյի կամ Տաշիրի տարածաշրջանում։ Եվ եթե անգամ նման իրավիճակներ, պլաններ չբացահայտվեն, միգուցե ընտրությունների ժամանակ էլ նրանց մասնակցությամբ կամ միջամտությամբ իշխանությունները Կարեն Կարապետյանը եւ Սամվել Կարապետյանը այնքան են գցվել նախկին իշխանությունների կողմից, որ հիմա դժվար թե այս տարիքում նրանք ցանկություն ունենան վերադառնալ մեծ քաղաքականություն։ Այո, կար շրջան, երբ Կարեն Կարապետյանը ուզում էր դառնալ Հայաստանի Հանրապետության վարչապետ։ 2000 երբ որ կիսանախագահական կամ նախագահական համակարգ էր։ Այո, 2008 թվականի 7 թվականի ընտրությունների ժամանակ օրինակ կային ոչ չհերկվող զրույցներ, այդ թվում Կարեն Կարապետյանի եւ Սամվել Կարապետյանի շրջապատից եկող, որոնք մենք էլ էինք լսում, որ ըստ էության Սերժ Սարգսյանի եւ իրենց միջեւ պայմանավորվածություն կար Կարեն Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Խոսք էր գնում, որ $200 միլիոն մասին, որ ներդրում էր կատարվել հանրապետական կուսակցության ուրեմն ընտրաշավում։ Հետո հիշում եք զրույցներ կային Ռուսաստանում Ալեքսանդր Սարգսյանի, Սաշիկ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի կոնֆլիկտի անգամ կրակոցների մասին։ Հետո կային շատ լուրջ խոսակցություններ, որ Սամվել Կարապետյանը
պահանջում էր 200 միլիոնը ետ վերադարձնել իրեն, մարել իր պարտքերը կամ եղբորը նշանակել։ Հետո բոլորս հիշում ենք, որ 2012 թվականի ընտրություններին Սերժ Սարգսյանը կրկին չնշանակեց Կարեն Կարապետյանին վարչապետ եւ նրան նշանակեց աշխատակազմի նախագահի աշխատակազմի ղեկավար։ Հիմա ես ձեզ ասում եմ, իրենք երկուսն էլ, երկու եղբայրներն են, այնքան բան են տեսել հայաստանյան քաղաքականության մեջ նախկին իշխանությունների օրոք, առավել եւս հիմա իրենց տարիքը եւ իրենց վաստակած գումարները ինձ չեն համոզի, որ իրենք հույս ունենալով, որ Տաշիրի տարածաշրջանում իրենք ունեն մեծ վարկանիշ եւ իրենց ծրագրերը ունեն հանրային որոշակի աջակցություն, իրենք երազում են դառնալ։ Ես այդքան միամիտ չեմ, որ դրան հավատամ։ Տրվում են տարբեր անուններ, տրվել են։ Իդեպ շրջանառության մեջ կա եւ մեծ տղայի անունը, եւ փոքր տղայի անունը, բայց նույնիսկ եմ կրկնում, փոքր տղան ինքը արդեն այստեղ խնդիրների մեջ է հունիսի 6-ից սկսած, եւ որ դատարանը վճիռը բողոքարկել է, բեկանել է վերաքննիչը, եւ հիմա նա անցնում է ազգային անվտանգության ծառայությունում օրինակ անձին նկատմամբ հարցակում գործելու։ Ուզում եմ ասել, նրանց խնդիրները բազմաթիվ են եւ նրանք իրենց տեսանկյունից, իրենց աշխարհի տեսանկյունից նրանք այլ խնդիրներ են փորձում լուծել։ Դրանք իհարկե փաթեթավորվում են եկեղեցու, հայ ժողովրդի, ուրեմն կողք կանգնած լինելու, խմբակի դեմ պատմություն չիմացող խմբակի դեմ պայքարելու, այսպես բարձրագույն բառերով, բայց իրականությունը մի փոքր այլ է։ Ես նույնիսկ եմ կրկնում, մենք գտնվում ենք այնպիսի մի իրավիճակում, երբ իշխանությունը շատ հասկանալի եւ արդարացնելի պատճառներով չի ասում, որ ես ուղղակի վերացնում եմ ռուսական գործակալական ցանցը Հայաստանում, այն մյուս կողմն էլ չի ասում, գիտեք, ինձ նեղում եմ, որ ես գործակալ եմ։ Դրա համար ընկել են կուսակրոն, քերակին, եկեղեցի, պատմություն, տակը այլ պատմություններ են, որը բարձրացնում ես դրա տակ ուրիշ պատմություններ են։ Այլ հարցերի էլ անդրադառնանք, հրադադար չստորագրված, ընդհանրապես հայտարարագրված, որևէ փաստաթուղթ չունեցող հրադադար հաստատվեց Իրանի եւ Իսրայելի միջև, բայց Թրամփը հակասական հայտարարություններ է անում, որ ոչնչացվել է Իրանի միջուկային հնարավորությունները, նաեւ ասում է, որ այդ հայտարարությունները կամ դրանք կասկածելի են, այն կարծիքը թե որ ոչնչացվել է Իրանի միջուկային հնարավորությունները, Թրամփը ժամը 1 կարծեք թե հակասական հայտարարություններ է անում, այնուամենայնիվ ինչ վիճակ ունենք մենք մեր տարածաշրջանում, անմիջապես մեր հարևանությամբ, ինչքան տևող, մինչև երբ տևող հրադադար սա կլինի, թե նորից բռնկում է սպասվում։ Շատ բարձր է ասելը, որովհետև ակնհայտորեն մենք մեր բոլորի աչքի առջև տեղի ունեցավ զրոյական գումարով խաղ, որտեղ ոչ մի կողմ չկարողացավ հասնել իր առաջադրած նպատակին։ Բոլորը գերագնահատել են իրենց հնարավորությունները եւ թերագնահատել էին հակառակորդին։ Իսրայելին թվում էր, թե շատ կարճ ժամանակահատվածում նեխած կրոնապետական եւ ոչ ժողովրդավարական իրանական ռեժիմը եւ որ զինված ուժերը գլխատվեն, շոկ կլինի, ներքին ցանցերը լրտեսական այդ դժգոհությունները կառաջացնեն, Իրանը կպայթի ներսից եւ հաշված օրերի ընթացքում Իրանի խնդիրը կլուծվի։ Դա տեղի չունեցավ։ Իսկ Իսրայելը ավելի երկարաժամկետ պատերազմ մղելու բացարձակապես ոչ ստրատեգիական խորք, երկրի տարածք ունի, ոչ էլ ռեսուրսներ, ոչ էլ ներողություն, միջազգային աջակցություն։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կաջակցել, գիտեք, քիչ է։ հույս Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա է։ Միացյալ Նահանգների աջակցությունը շատ կարևոր է, բայց դա քիչ է, հավատացնում եմ ձեզ։ Ես ինքս այդ օրերին գտնվել եմ օրինակ Եվրոպայում, Հայաստանի վարչապետների թիմով են այնտեղ գտնվում, այդ Գլոբսեկի ֆորումի ժամանակ եւ գիտեք, շատ հետաքրքիր է, եւ որ դու տեսնում ես պաշտոնական մակարդակում Իսրայելին հայտնվող աջակցություններ, դու դրանից ներքև պիտի նաև քաղաքական կոնյունկտուրան հասարակությունները այնպես չի, որ Իսրայելի գործողությունները արդարացնում էին, եւ այնպես չի, որ եվրոպական հասարակությունները պրոիսրայելական են, եւ այնպես չի, որ եվրոպական քաղաքական գործիչները զուտ քանի որ ընտրովի են, կարող են իրենց թույլ տալ անտեսել հասարակական կոնյունկտուրաները։ Մերձը որ մեջ 5 անգամ Իսրայելին պաշտպանում էր, ասում էր մեր փոխարենը նա անում։
Գերմանիայի ես էլի եմ կրկնում, դա ունի իր սահմանը, այդ քաղաքական աջակցությունը պետության ղեկավարության կողմից ունի որոշակի սահմաններ, որի շրջանակներում, այո, ոչ մեկ չի ուզում, որ Եվրոպայում որևէ մեկը չի ուզում, որ Իրան լինի միջուկային ծրագիր։ Այո, այս պատերազմը Իսրայելը վաճառում էր որպես Իսրայելի միջուկային ծրագրերի ոչնչացման ուղղված մի բան, բայց նույնիսկ եմ կրկնում, եվրոպացիները անգամ հիմա ահաբեկված են եւ չգիտեն ինչ անեն ուկրաինական պատերազմի դեպքում, ինչ մնաց մի հատ էլ ողջունեն դա, առավել եւս երբ որ տեսնում եմ, որ միակողմանի հարձակում է եղել, այսինքն այն ինչ որ անգլերեն անվանում է unprovoked, այսինքն չհրահրված պատերազմ եւ Իսրայելը ուղղակի անցել է հարձակման, չի կարող դա երկար աջակցության արժանանալ։ Իսկ ձեր կարծիքով հրադադարը կշարունակվի, թե կարող է նաեւ նայեք, Միացյալ Նահանգները ուղղակի փրկեց Իսրայելին ոչնչանալուց եւ խայտարակվելուց։ Միացյալ Նահանգները նաեւ իրեն փրկեց խայտարակվելուց, որովհետեւ մի կողմից ռազմավարական դաշնակիցներ, որ Իրան ներքաշել էր այդ պատերազմ, բայց նաեւ ինքը չէր կարող տևական մասնակցություն ունենալ, որովհետեւ Տրամպը ամենևին իշխանության չի եղել, որ ինքը գա կոնֆլիկտներում, գլոբալ կոնֆլիկտներում լինի հակամարտության կողմ։ Ինքը տեղից ուկրաինական խնդրով Բայդենի վարչակազմին մեղադրում է հակամարտության կողմ դառնալու, այլ ոչ թե այն բացառող, միջնորդող, խաղաղության գործեր կնքող դառնալու համար։ Հետևաբար իր միջամտությունը պիտի լիներ այնպիսին, որը փրկեր եւ իր դեմքը, փրկեր եւ իր դաշնակցին, բայց նաեւ ավարտված համարեր այդ ամեն ինչ եւ ճանապարհ բացեր հրադադարի կամ պայմանավորվածության համար, ինչը եւ տեղի ունեցավ, որովհետեւ նույն ամերիկյան հետախուզության վրա հողում կատարող բազմաթիվ զեկույցներ պնդում են, որ այնուամենայնիվ ոչ մի երաշխիք չկա, որ Իսրայելը զրկվել է միջուկային ծրագրերից։ Կատարի աղբյուրները տիեզերական լուսանկարներ են հրապարակել, որտեղ ցույց է տրվում, որ օրեր առաջ բեռնատարներով Ֆորդոյից դուրս են եկել, ինչ սարքավորումներ են հանել 2 օր շարունակ ըստ որում այդ նույն պատկերը Իրանը ինքը հաստատել է, որ ոչ միայն չի տուժել իր միջուկային ծրագրերը, այլ նաև չի հրաժարվելու դրանցից։ ՄԱԳԱՏԵ-ի ղեկավարը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում պահանջում էր, որ իրենց մուտք տան որպեսզի իրենք մուտք գործեն Ֆորդո եւ մյուս վայրերի Իսֆահան եւ մյուս երրորդ վայրը, որպեսզի գնահատեն վնասվածության աստիճանը։ Իրանը 3 թե այսօր հայտարարել է, որ ինքը դուրս է գալի այդ համաձայնագրից եւ թույլ չի տալու այդ ինսպեկտորներին, այսինքն տեսանելի է, որ ոչ մի կողմը չգիտի ի վերջո ինչա կատարվել, այսինքն կանխվել է Իրանի միջուկային ծրագրերը թե ոչ։ Ճակատագրի հեգնանքով թե զուգադիպությամբ բառացիորեն հարձակումներից մեկ շաբաթ առաջ ես ինքս եւ լրագրողական թիմ Free News-ից գտնվում էինք Իրանում եւ Թեհրանում իհարկե ավելի շատ ճանաչողական, մշակութային, իմ պարագայում նաեւ ինստիտուցիոնալ համագործակցություն հաստատելու եւ այլ առաքելությամբ եւ ես կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր էր հիմա որ ես հետ եմ նայում այն ինչ ես տեսել եմ Իրանում եւ այն ինչը հաշվարկում են Իրանի հետ կապված, ես տեսնում եմ, որ նույնիսկ նրանք տեղյակ չէին նրան, ինչին ես էլ տեղյակ չէի, որ մտա Իրան, այսինքն եթե նրանք հույսը դրել էին, որ իրանական հասարակությունը այսպես կեղեքված, ազատություն տենչող եւ այլն, պիտի բուն տանի եւ հանուն գլխաշորերի ազատվելու, հանուն մոլլաներից ազատվելու ուրեմն տապալի ռեժիմին, ես ասեմ, ես երբ մտա Թեհրան, սարսափած էի իմ տեսածից դրական առումով, որովհետև տեսա, որ բազմաթիվ վայրերում կանայք այլևս համարձակորեն գլխաշոր չեն կրում, այսինքն նույնիսկ իրանական ղեկավարությունը հասկացել էր, որ պտուտակները պիտի թուլացնի, ավելի ճնշել պետք չի, առավել եւս որ կա արտաքին հարձակման վտանգ, եւ թշնամին կարող է օգտագործել այդ ներքին ճնշվածությունը իրեն տապալելու համար, այսինքն որ հիմա հետ եմ նայում, դա ոչ միայն նրա արդյունք էր, որ իրանական ղեկավարությունը, Իրանի կրոնական ղեկավարությունը հասկացել էին, որ եթե նորից ճնշեն, նորից ցույցերի կբախվեն, նորից զոհեր եւ այլ փողոցներում, այլ նաեւ որտեվ գիտեին, որ իրանց հարձակումա լինելու եւ այդ ներքին բողոքը
կարող էր ուղղակի Իրանը պայթեցնել եւ դրա համար թողել էին լիբերալացումը Իսֆահանի փողոցներում եւ որ ես քայլում էի գիշերները ես չէի հասկանում նույնիսկ ես Եվրոպայում եմ գտնում թե ոչ մարգագետիններում մարդիկ նստած խմիչքներով շշերը ձեռքները երիտասարդները համբյուրվելով աղջիկները գլխաբաց այսինքն Իրանը ինչի վրա հաշվարկ էր արել Իսրայելը կամ Միացյալ Նահանգները ռեժիմի փոփոխություն անելու շաբաթվա այդ պատերազմը ինչ վիճակի մեջ բերեց մեր տարածաշրջանը եւ դա ինչ ազդեցություն կունենա Սա ցույց տվեց որ բոլոր կողմերը հասկացան որ միմյանց կարող են ոչնչացնել բայց միմյանց կատարյալ պարտության մատնել չեն կարող որ կարող են տոտալ ավերածություններ գործել բայց այդ ավերակներից իրենք դուրս գալ չեն կարող հեշտ դուրս գալ չեն կարող որ տարածաշրջանում երրորդ համաշխարհային պատերազմ բառից բուն իմաստով բռնկվելու համար ընդամենը մեկ որոշում է պետք ոչ խելամիտ որոշում եւ բոլորը հասկացան որ պիտի այլ կերպ բանալեն ես այս ամբողջի լավ կողմը համարեմ այն որ Իրանը այժմ ավելի լուրջ կհասկանա ներքին բարեփոխումների անհրաժեշտությունը եւ ավելի լավ կհասկանա օրինակ թե ինչ է կատարվում Հայաստանում եւ ինչու է Հայաստանը սողությունը ընտրել Իրանը ավելի լավ կհասկանա որ իրեն պետք է աշխատել արևմուտքի հետ առնվազն Եվրոպայի հետ եւ այդ առումով Հայաստանը իր համար ուղղակի անգնահատելի պլատֆորմ է երկխոսության համագործակցության եւ Եվրոպային մերձենալու Իրանը շատ ավելի լավ կհասկանա որ ուրեմն ինքը ուղղակի չի կարող այդ խելագար մտքեր ունենալ որ ինչ որ պետություն պիտի վերացնի Ադրբեջանը կհասկանա որ այն հաշվարկները որ ինքը կապել էր Իսրայելի հետ որ Իսրայելը կհարձակվի Իրանի վրա եւ ինքը այսպես ասած մեծ պատառ կփոկի եւ Իրանից իդեմս հյուսային Ատրպատականի եւ իդեմս Հայաստանի Սյունիքի դրանք այնքան ռեալիստական ծրագրեր չեն Ադրբեջանը կհասկանա որ Իրանի վրա հոխորտ տալը կարող է թանկ նստել իր վրա որովհետեւ Իսրայելը շատ թանկին վճարեց Իսրայելն էլ կհասկանա որ ուղղակի չի կարելի ուղղակի խուլիգանի նման գործել մերձավոր արևելքում մեր այս մեկին խփելով, մեր այն մեկին խփելով, բայց ի վերջո կանգնեց մի սարսափելի բանի առաջ, որ կարող էր ուղղակի ամբողջ Իսրայելը այդ փոքրիկ պետությունը դառնալ երկրորդ Գազան, բայց երկնքի տակ, եւ իրանցիները հենց դա էլ ասում էին, Գազա եք ուզում կստանաք։ Հիմա այս ամբողջը բերել եւ Միացյալ Նահանգներն էլ ինձ թվում է պիտի հասկանան, որ սարսափեցումների ճանապարհը եւ Իրանի նկատմամբ ուժային սցենարով նրան ինչ որ բանի հակելը այնքան էլ լավ միտք չէ եւ ես ցավում եմ որ Տրամպի առաջին նախագահությունը Միացյալ Նահանգներին դուրս բերեց միջուկային այդ համաձայնագրից, որը կայացվել էր եվրոպացիների հետ, եթե դա տեղի ունեցած չլիներ, այսօր տարածաշրջանում մի փոքր այլ տեղում կլիներ, այն ժամանակ էլ տուրք տվեց իսրայելական լոբիին եւ Միացյալ Նահանգներին հանեց, հիմա էլ ուզում էր Իսրայելը այնքան ծանր վիճակ ստեղծի Իրանի հետ, որ Ամերիկայի ընդունած պայմաններով, առաջարկած պայմաններով Իրանը ընդունի գործարք։ Դա տեղի չի ունենալու, բոլոր վերջի պահին միմյանց դեմքը փրկելու տեղ տվեցին, պատահական որ շատերն են նկատել վերջին ռմբակոծությունների պայմանավորվածություն եւ բեմականացվածություն որ 10000 զինվոր ունեցող ուրեմն Կատարի ամերիկյան զորամասին հարվածում ես ու մի զոհ չկա եւ երկրորդը դու էլ 6 հատ սարսափազդու ուրեմն ռումբ ես գցում Ֆորդոյի Իսֆահանի եւ մյուս միջուկային օբյեկտների վրա բայց հայտնի չի ինչա կատարվել արդյոք ոչնչացրել թե ոչ բոլորը տոնում են հաղթանակ երեք Իրանում ուրեմն հրավառություններ էին կազմակերպել իշխանությունները, սալյուտներ էր Թեհրանում, Նեթանյահուն էլ այնտեղ էր տոնում, Տրամպն էլ այնտեղ էր տոնում, շնորհավորում էր բոլոր կողմերին, սա ուղղակի սա ցույց է տալի, որ հասկացան, որ խաղում են մեծ հրաբխի հետ, որը պայթեցնելու դեպքում ուղղակի այդ լավայի տակից ոչ մեկ կենթանի դուրս չի գալու։ Եվ այդ ֆոնի վրա ինչպես է գնահատում Թուրքիա Նիկոլ Փաշինյանի այցը եւ այն, որ Նիկոլ Փաշինյանը առավել քան արդարացված։
Եվ այն, որ դեռ չվերադարձած իսլամական այդ մոտավորապես 6 տասնյակ երկրների արտգործնախարարների այդ հավաքներ եղել Թուրքիայում եւ նրանք ընդունած հայտարարության մեջ ակնարկար նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ եւ որ կոչ էին անում Հայաստանի Երևանին հաղթահարել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը խանգարող մնացած իրավական եւ քաղաքական խոչընդոտներն ու այդպիսով դադարեցնել Ադրբեջանի իշխանության եւ տարածքային ամբողջականության խաթարումը շարունակ է մնացած Իրանի նկատմամբ ստեղծված վիճակը առավել քան ցույց տվեց, թե ինչու է կարևոր, որ մենք ինքներս փորձենք հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ Եվ դա ամենևին Թուրքիային ներելու, եւ դա ամենևին Թուրքիային այլևս բարդագույն ակնոցներով նայելու մասին չէ։ Չգիտեմ էլի Թուրքիան տվեց նման պատասխան Նիկոլ Փաշինյանին չհասկացա առայժմ դեռևս խոսել որ ինչ որ շոշափելի արդյունք ունենք ոչ բայց հարցը նա է եւ որ դու ունես ժամանակային պատուհան եւ կարող ես քայլ անել ուրեմն պիտի այդ քայլը անես անկախ նրանից որքան են այդ քայլից բերված օգուտները Այնպեսի մարդիկ են ուրախացել, որ տեսակ, պատասխանը սա էր եւ այլ, հա հետո ինչ 2009-ին էլ Հայաստանը փորձարեց։ Ես շատ ուրախ կլինեի, որ այն ժամանակ հաջողված լիներ այդ բանը եւ կապ չունի այո, իհարկե, որովհետեւ մենք թույլ ենք տվել, որ վերանա երկու պետություն վերացնեն Հայաստան-Թուրքիա ինքնուրույն օրակարգ ունենալու հնարավորությունը։ Այդ պետությունից մեկը դա Ադրբեջանն է, որը ամբողջությամբ զավթել է Անկարա Երևան օրակարգը եւ կարողացել է իր տնտեսական, քաղաքական եւ այլ բաներով էթնիկ եւ այլ առումներով Անկարայի պահանջները դարձնել բացարձակապես Բաքվի պահանջներ մեր նկատմամբ եւ երկրորդ պետությունը Ռուսաստանն է, որը ամեն ինչ արել է, որպեսզի մեր փոխարեն ինքը բանակցի։ Եվ հիմա դուք էլի վերադառնանք մեր ներքին զարգացումներին։ Ինչ եք կարծում։ Հիմա տարածաշրջանում հարցեր են քննարկվում։ Ուրեմն Իրանի նախարարը գնացել է Թուրքիա։ Հայաստանի վարչապետը գնացել է Թուրքիա։ Թուրքիայի նախագահը էլի այս ռեգիոնում հարցեր է քննարկում եւ ով չկա այդ հարաբերություններում, գիտեք ով չկա։ Ռուսաստանը։ Այո։ Որտեղ Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանից առաջ էր այնտեղ։ Եվ դրա համար հիմա հասկացաք, թե ինչու է Սամվել Կարապետյանը ուզում վերականգնել մեր արտաքին անվտանգությունը, որովհետև Ռուսաստանը քաղաքական process-ներից էլ է դուրս մնացել, բայց դրա մեղավորը Հայաստանը չի, դրա մեղավորը մենք չենք, որ Ռուսաստանի դուրս ենք մղել։ Ոչ միայն այս շարժում, այս ներքին վերջինները, հարգելի Արմին է, շուտով ստորագրվելու է Հայաստան-Եվրամիություն ռազմավարական գործընկերության օրակարգ, նոր օրակարգը, որը Դա մայիսին էր սպասվում, որը հետաձգվել է եւ որ տեղի ունենալու է հարցրեք Բագրատ Գալստանյանին ինքը կասի կամ եթե ինքն էլ տեղյակ չի մենք բոլորս գիտենք այս ինչա կատարվում ես դրա համար եմ ասում ամռանը բաներ են կատարվելու որոնք փոխում են Հայաստանի վիճակը եւ Ձեզ չի զարմացրել, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը այս քաոսի մեջ մեծ վստահությամբ պնդում էր, որ պատերազմ չի լինելու Ադրբեջանի հետ։ Բան չի ասում սա։ Տպավորություն էր թվում, որ նա պարզապես այդպեսով չէր ուզում լարում մտցնել, պարզապես հանգստացնում մարդկանց։ Դա էլ կա, բայց նաև կա մի բան, որ ուրեմն ինքն էլ գիտի իրերի միջազգային իրավիճակը, ինքն էլ գիտի, որ Ադրբեջանը չունի համաձայնություններ։ Ինքն էլ գիտի երևի, որ Միացյալ Նահանգները չունի համաձայնություն պատերազմ սկսել։ Այո, որ Միացյալ Նահանգների պլաններում ամենևին Ադրբեջանը չի նախատեսվում որպես Իրանի դեմ հակաիրանական հարթակ կամ երկրորդ ճակատ։ Եվ դրա համար եմ ասում, ինչ որ մարդիկ շատ են անհանգստացել, որ Հայաստանը չի հաջողվում պատերազմի մեջ մտցնել։ Հիմա վերադառնամ Ստամբուլյան այդ հռչակագրին։ Ես էլ եմ կրկնում Եվ որ ես տեղի ունենում Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա այս իրավիճակում եւ որ ըստ էության լայնամասշտաբ մեծ պատերազմի ռիսկ առկա էր ես առավել քան նայելով քարտեզին նայելով այն flight radar-ի այն բանին որ ընդամենը Կովկասի երկինք եւ Թուրքիայի տարածքն են մնացել որպես արևմուտք կարևոր հաղորդակցության միջոց ես մի բան հասկացա այդ որ անդադ խոսում ենք խաղաղության խաչմերուկից լավ բան է Շատ լավ բան է, որ ուզում ենք հյուսիսից հարավը, արևմուտքից արևելքը մեր մոտով անցնի։ Բա որ հյուսիսից հարավը չլինի, բա որ Իրանը ընկղմվի տևական պատերազմի մեջ, որն է մեր ճանապարհը։
մենք չունենք ճանապարհ։ Հետևաբար պետք է աշխատել բացել Թուրքիայի հետ սահմանը, պետք է աշխատել մեղմել թուրքական վտանգը, պետք է կստացվի դա, ոչ մեկ չի կարող ասել։ Եվ ես կարծում եմ Ստամբուլյան հռչակագիրը, ես իհարկե Իրանի դեսպանին էլ 3 առաջ օր անձնապես իմ դժգոհությունն եմ հայտնել, ինքը կանչել էր մի խումբ փորձագետներից ներկայացնելու իր երկրի վիճակը, եւ ես ասել եմ, որ դա բարեկամական քայլ չէ, որ որևէ արդարացում չկա, որ Իրանը մեկնաբանի թե գլուխը սխառներ չտեսա բան, որտեղ սկզբից այդպեսի մի քնչել այո, Իրանը քվեարկել է դրա տակ, ու այդպեսի փորձ կատարվեց, որ դե մենք այն վիճակում էինք, որ աչքներս բան չէր, ասես կներեք 5 բանաձև չեք կարող չնկատած լինել։ Դուք պարտավոր եք գրավոր կամ բանավոր ԱԳՆ-ի մակարդակով ձեր դիրքորոշումները հայտնել, ինձ համենայն դեպս խոսք է տրվել մեր դժգոհությունները փոխանցել։ Ես ուսամ ԱԳՆ-ն իր խողովակներով դա պահանջած կլինի, բացի արված հայտարարությունը։ Բայց հիմա վերադառնամ էլի կարևոր խնդրին։ Անկախ նրանից, որ այսպիսի ցավալի բաներ են տեղի ունենում, որոնք կարող են էմոցիոնալ տհաճ լինել, ինչ որտեղ սկսես մտածել արդյոք արժեր անել այս քայլը թե ոչ, այնուամենայնիվ մի բան շատ էական է նաև հասկանալ։ Ադրբեջանը ամեն ինչ հատուկ անում, որպեսզի Հայաստանը հետ կանգնի այս խաղաղության պայմանագրի ստորագրումը պահանջելուց։ Տեսեք, սա բառացիորեն սադրանք է, որին միացել են այո նաև Իրանը, որին միացել են նաև Թուրքիան, դա տեղի է ունեցել։ Դա սադրանք էր ուղղակի Հայաստանին գրգռելու, որ հասարակական ճնշման տակ խռովենք, հետ կանգնենք, այլևս չպնդենք խաղաղության պայմանագիր բանանելը, իրար մեղադրանքների անցնենք։ Ես կարծում եմ, մենք պիտի ձևը գտնենք եւ երկրներին ուղղակի մեր դժգոհությունը հայտնենք եւ հասկացնենք, որ մենք հասկանում ենք եւ որքան որ Իրանն է կարևոր Հայաստանի համար, նույնքան եւ Հայաստանն է կարևոր Իրանի համար, ինչը ես անձամբ եմ ասել դեսպանին եւ նաեւ Թեհրանում իմ բոլոր հանդիպումներում, եւ նաեւ միևնույն ժամանակ կարողանալ ձևակերպել երկկողմ փոխշահավետ օրակարգ։ Պիտի առաջ շարժվել վատ, հնարավոր է որ բոլոր որոշումները չէ որ լավագույնը լինեն, ցավոք սրտի եւ աշխարհն է այդպեսին եւ մեր հնարավորություններն են շատ սուղ, բայց ուրիշ տարբերակ չկա։ Ես եթե իմանամ կա այլընտրանք, մենք սրա այլընտրանքը եղել է նա, որ մեր փոխարեն ռուսը խոսի, որ ռուսը կզսպի Թուրքիային 80 միլիոնանոց, թույլ չի տա Կովկաս մտնի, որ ռուսը ուրեմն իր երաշխավորի պարտականությունները կկատարի։ Հետևաբար, եթե այդ ամբողջը կա, կարելի է նաև Թուրքիայից լիքը բան պահանջել, արդար պահանջել եւ ցեղասպանության ճանաչում։ Հասկացանք, այս մյուս կոնցեպտը ընդհանրապես փլուզվել է։ Երկրորդ կոնցեպտ ես հələ որ չեմ տեսնում, ես տեսնում եմ քայլեր երբեմն սիտուատիվ այս իշխանությունների կողմից, բայց ներեցեք, եթե այլընտրանք չկա եւ նորից մեզ առաջարկում ենք վերադառնալ նախկին վիճակին, ապա նախկին վիճակը մեզ բերեց աղետի, էլ ուր վերադառնանք։ Շնորհակալություն, պարոն Սաֆարյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ Ամեկլուսի տաղավարում էր միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը։